Արդյոք անմեղսունակությունը եւ անգործունակությունը դրանք նույն հասկացություններն են։ Անցյալ օրը ինձ մի հետաքրքիր հարց տվեց օգտատերերից մեկը, ես խոստացա պատասխանել դրան։ Քաղաքացուն հնարավոր է դատական կարգով ճանաչել անգործունակ միայն այն դեպքում, եթե որևէ հոգեկան խանգարման հետևանքով վերջինս չի կարողանում հասկանալ իր գործողությունները, դրանց նշանակությունը եւ ղեկավարել։ Քաղաքացուն անգործունակ ճանաչվելու դեպքում նրա նկատմամբ նշանակում է խնամակալություն, գործարքները կնքում եւ ստորագրում է խնամակալը եւ պարտադիր դատական ակտով է անձը ճանաչվում անգործունակ։ Իսկ անմեղսունակության մասին խոսելիս մենք պետք է նկատի ունենանք քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերը, այսինքն երբ հանցանք է կատարվել, հակաիրավական արարք է կատարվել եւ տվյալ արարքը կատարողը իր հոգեկան հիվանդության կամ հոգեկան խանգարման հետևանքով հանցանքի կատարման պահին չի հասկացել իր արարքի հակաիրավականությունը։ Եվ տվյալ դեպքում անմեղսունակ ճանաչել կամ անմեղսունակությունը հաստատել հնարավոր է միմիայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ, ովքեր կարող են միմիայն հաստատել, որ արարքը կատարելու պահին անձը գտնվել է անմեղսունակության վիճակում կամ անձը անմեղսունակ է։ Այ տարբերությունը դրանք են։ Անգործունակը դրանք քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ գործարքներ չի կարողանում կնքել, չի կարողանում իր գործողությունները ղեկավարել եւ նշանակությունը հասկանալ եւ նշանակում է խնամակալ, իսկ անմեղսունակությունը դա երբ մենք գործ ունենք հանցանքի հետ եւ հանցանքի կատարման պահին անձը իր հոգեկան հիվանդության պատճառով չի կարողացել հասկանալ իր արարքի հակաիրավականությունը։ Այդ տարբերությունը դրանցում են։ Լավ եղեք։